Գագիկ Շամշյանը երեկ տեղեկացրել էր, որ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, անչափահաս տղան լինելով ոչ սթափ վիճակում, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի, վերջինը տեղում մահացել է։ Մայիսի 27-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ժամը 21:30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Միասնիկյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Արեգ Ան իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրը լքել էր, իսկ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել էր հետիոտնի մահը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով վարորդը հայտնաբերվել էր ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից և տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Օրագիր նյուսի տեղեկություններով մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հետևանքով մահացածը և 17-ամյա վարորդը Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ են։ Զոհվածը 28-ամյա տղամարդ է։ Ըստ Օրագիր նյուսի տեղեկությունների, նա այդ օրը կնոջ հետ միասին այցելել էր Մարտունու բժշկական կենտրոն իմանալու իրենց ապագա երեխայի սեռը։ Հիվանդանոցում իմացել են, որ տղա են ունենալու։ Ուրախությունը նշելու համար տղամարդը որոշել է գնալ գնումների և ապա տուն վերադառնալ։ Մեքենան բարձր արագությամբ է ընթացել, իսկ նա փորձել է անցնել ճանապարհը ոչ սահմանված հատվածով, որպեսզի հնարավորինս շուտ լավ լուրը փոխանցի հարազատներին։ Ցավոք, տեղի է ունեցել դժբախտ պատահար, նշել է Օրագիր նյուսի աղբյուրը։ Լավ ընտանիքի, լավ դաստիարակված տղա էր, դեպքից ժամեր առաջ էլ իմացել էր առաջնեկի սեռը, անտանելի ցավա, բառեր չկան, վայրենու նման են քշում մարդկանց, կյանքի հետ խաղում, հիմա էս երեխու ընտանիքը ոնց ապրի, ասել է Մեդիահաբի զրուցակիցը։ Նշենք, որ դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Եվս մի կյանք անսպասելիորեն մարեց, թողնելով մութ, ցավ ու անդառնալի կորստի զգացում։ Բայց այս դեպքը հերթականը չէ, չնայած նման վթարների թիվը մեզ արդեն թվաքանակի նման է թվում։ Սա մի դեպք է, որը կոտրում է մարդկային ճակատագրեր, ժպիտներ է խարխլում, փոխում է մարդկանց կյանքի ընթացքը ընդմիշտ։ Այդ մարդը, որին վրաերթի ենթարկեցին, ժամեր առաջ էր պարզել երեխայի սեռը։ Նա գնում էր ուրախ լուրով։ Առաջին անգամ էր հավանաբար զգացել հայր լինելու հպարտությունն ու պատասխանատվությունը։ Գուցե նրա կողքին մի ուրիշ տանը մայրիկը պատրաստվում էր առաջին անգամ ամուսնու գրկում լալ ուրախությունից, բայց ուրախությանն այդ տունը մի վայրկյանում դարձավ սգովայր։ Արդյոք այս ողբերգությունն էլ բավական չէ, որպեսզի արթնանանք։ Քանի դեպք է պետք, որ մենք հասկանանք, մեքենա վարելը կամահաճույք չէ։ Ճանապարհային կանոնները ստեղծված չեն պատժելու, այլ պահպանելու կյանքի համար։ Հասարակական պատասխանատվությունը սկսվում է հենց այդ մեկ վայրկյանում, երբ նստում ես ղեկին ու հասկանում, դու քո կյանքի հետ մեկտեղ ուրիշների կյանքի պատասխանատվությունն էլ ես կրում։ Հասարակությունը պետք է լրջորեն անդրադառնա նման դեպքերին։ Պետք է մտածենք ոչ միայն պատժի, այլ կանխարգելման մասին։ Ինչու են դեռ անչափահասները վարում մեքենաներ, որտեղ են վերահսկող մարմինները։ Ով է թողել, որ 17-ամյա պատանին նստի ղեկին։ Միթե նրա հարազատները չգիտեին։ Միթե դպրոցը, համայնքը, պետությունը չունեն այս հարցերում դերակատարում։ Այս ամենը մի ողջ համակարգի անտարբերության արդյունք է։ Այո, մի սխալ որոշում, մի պահի անուշադրություն, մեկ թեթև սայթաքում կարող է վերածվել անդառնալի ողբերգության։ Բայց այդ սխալները ծնվում են միջավայրից, որտեղ մարդիկ բավարար լրջությամբ չեն ընկալում պատասխանատվությունը։ Միջավայրից, որտեղ օրենքները հաճախ մնում են թղթի վրա և վերահսկողությունը անվերահսկելի։ Այս ցավը մեկ ընտանիքինը չէ։ Սա մեր բոլորիս պարտությունն է, որպես հասարակություն։ Եթե գեթ մեկ երեխա տեսավ այս լուրը, մտածեց և երբեք չնստեց անօրինական կերպով ղեկին, գուցե այդ ժամանակ այս ողբերգությունը չդառնա անիմաստ։ Բայց մինչ այդ մենք պարտավոր ենք բարձրաձայնել, կրթել, վերահսկել, հսկել ու հիշեցնել, ճանապարհը կյանք է և նրա վրա յուրաքանչյուր սխալ վճարվում է ամենաթանկով մարդկային ճակատագրով։
Թող սա լինի վերջին դեպքը, թող սա լինի սթափեցնող զանգ մեզ բոլորիս, ոչ թե միայն վթարի մեղավորին, այլ ողջ հասարակությանը, որը թույլ է տվել, որ այս ամենը տեղի ունենա։ Դեռ չծնված երեխա, մի արարած, ով լույս աշխարհ դեռ չեկած, արդեն զրկվեց իր հորից։ Նա դեռ չէր տեսել իր հոր ժպիտը, չէր լսել նրա ձայնը, չէր զգացել ձեռքերի ջերմությունը, բայց արդեն պետք է մեծանա առանց այդ ամենի։ Եվ որքան ցավալի է, որ սա տեղի ունեցավ ոչ հիվանդության, ոչ պատերազմական վիճակի պատճառով, այլ մարդու անպատասխանատվության հետևանքով։ Երեխայի մայրն այս պահին գուցե ձեռքում պահում է հղիության առաջին նկարները, սպասում էր այն օրվան, երբ ամուսնու հետ միասին կգնան առաջին հագուստը գնելու, մանկասայլակ ընտրելու, անուն քննարկելու, բայց փոխարենը նրան բաժին ընկավ անբացատրելի դատարկություն, սառը հիվանդանոցներ, լացով գիշերներ, սրտի մեջ չմարող ցավ։ Երբ կյանքը նոր էր սկսվում, այն մի պահի մեջ ընդհատվեց, մի անփույթ պահ, մի անչափահաս վարորդ, մեկ մեքենա եւ ահա ընտանիքը փլուզվեց, ապագա, որ պետք է լի լիներ ուրախությամբ, խաղերով ու ժպիտներով, վերածվեց լռության ու հարցերի, ինչու մեզ, ինչու այսպես։ Այս երեխան կմեծանա լսելով հոր մասին պատմություններ, նա չի ունենա իր հիշողությունները նրա հետ, բայց կունենա մի բեռ, հոր բացակայության։ Եվ այդ բացակայությունը պետք է լրացվի մեր կողմից, հասարակության կողմից, որը պարտավոր է անել ամեն ինչ, որ նման դեպքերը չկրկնվեն։ Մենք բոլորս պարտավոր ենք մտածել այս մանկան մասին, ոչ թե արհեստական խղճահարությամբ, այլ գիտակցությամբ, որ յուրաքանչյուր անօրինական ղեկի նստած դեռահաս, յուրաքանչյուր թույլ տրված վրիպում կարող է ծնունդ տալ նոր ցավի պատմության։ Այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ դա կանխելի էր, բայց այժմ արդեն ուշ է, մեկ կյանքի համար, թող որ մենք ուշ չլինենք մյուսների համար, եւ թող այդ դեռ չծնված փոքրիկի կյանքի պատմությունը լինի վերջինը, որը սկսվում է հոր բացակայությամբ։ Na na na